Գնացինք առաջ։ Փոխակերպման 3 հիմնասյուները։ 3 հիմնական sense բան կա, հա, կետ կա, ոլորտ կա, որոնց վրա պիտի ֆիքսենք ուշադրություն դարձնենք։ Առաջինը բիզնեսի ճարտարապետությունն է, կամ եթե մեր վերևում ասված տերմիններով ասենք, սա բիզնեսի համակարգումն է։ Այստեղ մենք մշակում ենք բիզնես process-ները, ստանդարտացնում ենք դրանք, ուստեղ մի օրինակ եմ գրել, մի գնեք CRM, քանի դեռ չեք գծել վաճառքի իդեալական ճանապարհը թղթի վրա։ Եթե դու թղթի վրա չունես, թե բիզնեսդ ինչպես է աշխատում, ոչ մի գործիք քեզ չի փրկի։ Ես անընդհատ CRM-ի վրա եմ օրինակ բերում ժողովուրդ, մտածելով, որ դա ամենաբոլորից ծանոթ, բոլորիս բանա, շատերիս ընկերությունում արդեն արկա գործիք է, որի օրինակները շատ ավելի հեշտ կլինի բոլորից հասկանալ, դրա համար եմ CRM-ով բերում։ Այս CRM-ը կարդացեք ցանկացած թվայնացման կամ ցանկացած AI գործիք։ Մյուսը տվյալներն ու տեխնոլոգիան է, մի հատ լավ տերմին կա, garbage in, garbage out, այսինքն եթե մտնում է աղբ, ապա դուրս է գալիս աղբ։ Մի հատ լավ անեկդոտ կա ծրագրավորողների մասին, այս անեկդոտը պատմում ու գնանք առաջ, սրա մասին է, հա։ Ծրագրավորողին տանում են բանակ, տանում են պոլիգոններ կրակելու, կրակադաշտ պոլիգոնները, տանում են պոլիգոններ կրակելու, այս ծրագրավորողը սիրուն ական լիցքավորում է, կրակում է ամբողջ փամփուշտատուփը, ուրեմն թիրախի վրա, ավարտում է, նայում են, ասում են, չէ, եղբայր, ոչ մի հատ չես կպել, էլի, բոլորը բան փուստ անցել, այս ծրագրավորողը զարմացած բացում փամփուշտատուփը նայում, ասում է, իմ մոտից դուրս է եկել, գնացեք ձեր մոտ նայեք։ Այս garbage in, garbage out-ը հետևյալն է, հա, ինչ գործիք ուզում ես դիր, ինչ ավտոմատացում ուզում ես սարքի, եթե մուտքային տվյալները անորակ են, դու կստանաս անորակ արդյունք։ ChatGPT-ի վրա շատ վառ երևում է այս garbage in, garbage out սկզբունքը, երբ դու վատ prompt ես տալիս, վատ հարց ես տալիս ChatGPT-ին, ինքը տալիս է վատ պատասխան։ Ընդհանրապես AI-ի աշխատանքի սկզբունքն է, հա, ամենակարևորը ճիշտ AI-ին աշխատացնելն է, ճիշտ հարց տալն է կամ ճիշտ prompt տալն է։ Այդ prompt տալը մենակ ChatGPT-ի կամ նման գործիքների մեջ չի արտահայտվում, հա, այդ արտահայտվում է բոլոր տիպի բաներում, գործիքներում։ Նույն CRM-ում, եթե դու իդեալական աշխարհի ամենալավ CRM-ն ես դրել, իդեալական գծել ես քո բոլոր process-ները, ամեն ինչ իդեալական ես արել, բայց տվյալները մուտքագրողը, տվյալները կեղտոտ են մուտքագրում, ապա դու արդյունքում ոչ մի բան չես ստանա։ Օրինակ տվյալներ մուտքագրողը, չգիտեմ, անազգանունից տառասխան արեց, կամ ասենք անձնագրային տվյալներում բան բաց թողեց, ինչ որ տվյալ բաց թողեց եւ այլն, բնականաբար նման կեղտոտ ինֆորմացիայի դու երկար չես կարող աշխատել, կամ եթե կրկնակի մի մարդու մուտք արեց մի տառասխալով։ Նման խնդիրները բերում են կեղտոտ ինֆորմացիայի, կեղտոտ տվյալների, հետեւաբար կեղտոտ տվյալներով դուրս կգա վերջում, հա, դու արդյունք չես ստանա։ Եվ երրորդ հիմնասյունը դա պրոյեկտի եւ փոփոխությունների կառավարումն է։ Ուստեղ ամեն ինչ բարձ է, արդեն սրա մասին խոսեցի, որ բիզնեսի փոխակերպումը դասական պրոյեկտ է, որ պիտի պլանավորվի, կառավարվի PMP ստանդարտին համապատասխան, նաև շատ կարևոր է փոփոխությունների կառավարումը, քանի որ սա մեծ ցնցում է թիմի համար։ Այս դիմադրության թեմայով արդեն խոսեցի։ Այս 3 հիմնական հիմնասյուններն են, որոնք որ երեքն են պիտի ամուր կանգնած լինեն, որ վրան փոխակերպումը կարողանաս սարքես։ Այս երրորդանի աթոռ պատկերացրեք, հա, 3 ոտանի աթոռ։ Սրանցից ցանկացած ոտը կտրելը նշանակում է, որ մենք ուղղակի աթոռից կընկնենք։ Եթե ոտքից մեկը կարճ լինի, ինչ որ բան կարող ստանանք, բայց sense նստել չի լինի, հա, անդադ sense կլինենք աթոռի վրա, դրա համար երեքն էլ պետք է հավասարապես ուժեղ լինեն եւ երեքի վրա էլ պիտի մենք ուշադրություն դարձնենք։ Մի օրինակով եկեք հասկանանք այս հիմնասյունները ինչպես են աշխատում, հա, պատկերացրեք ունեք CRM, ունեք առանձին հաշվառման համակարգ, այսինքն հաշվապահության առանձին ծրագիր, համարենք դա, չգիտեմ, ինչ որ բիզնես ունեք։ Ունեք on-line խանութ, որը աշխատում է առանձին, եւ ունեք ինչ որ AI համակարգ, որով որ մեյլեր եք ուղարկում, հա։
Հա, չէ, այստեղ ուրիշ օրինակ եմ բերել AI համակարգ, որը վերլուծում է հաճախորդների վարքագիծը խանութում, CRM-ում գնումների պատմությունը, ավտոմատ ակցիաներ է ուղարկում նրանց, ավտոմատ ակցիաներ է ուղարկում։ Այսինքն AI-ը վերցնում է ինֆորմացիա օնլայն խանութից, վերցնում է ինֆորմացիա CRM-ից եւ վերցնում է ինֆորմացիա գնումների պատմությունից, ենթադրենք մեր հաշվառման ծրագրում, հա։ Եվ սա վերլուծելով ավտոմատ ակցիաներ է մշակում տարբեր կլիենտների, հաճախորդների համար ու դրանք ավտոմատ ուղարկում է հաճախորդներին։ Հիմա եթե մենք ստեղ կեղտոտ տվյալներ ունենանք, ապա մենք երբեք տեղ չենք հասնի։ Որպես օրինակ կեղտոտ տվյալների, ստեղ ուրիշ օրինակ բերեմ։ Պատկերացրեք մենք ուրեմն մեր հաճախորդը օնլայն խանութում գրանցվելիս իր անունազգանունը սխալ է գրել եւ գրել է մեյլ եւ հեռախոս որելից սխալ է գրել։ Մենք CRM-ում ինչ որ այլ առիթով այդ մարդուն գրանցել ենք այլ անուն ազգանունով, նույն մեյլով, այլ հեռախոսով։ Եվ մեր սիրելի հաշվառման ծրագրում մեյլ ընդհանրապես չենք գրանցում, գրանցել ենք այդ մարդու անուն ազգանունը եւ հեռախոսը։ 3 տարբեր ծրագիր, 3 տարբեր ինֆորմացիա, իրար շատ նման, բայց ամեն դեպքում 100% ոչ իդենտիկ։ Հիմա երբ որ AI-ը փորձի վերլուծություն անել այս 3 աղբյուրից, ինքը 3 աղբյուրում նույն մարդուն, նույն հաճախորդին կհասկանա որպես 3 տարբեր հաճախորդ ու բնականաբար բան կանի, հա, դրանք 3 առանձին վաճառք կդիտարկի, ինչը որ սխալ արդյունքի կբերի։ Կամ ընդհանրապես միգուցե AI-ը այն AI script-ը այնպես գրած լինի, որ նման դեպքում ինքը այդ նման վաճառքը, որը որ 3 տեղում չի գտնվում, ուղղակի անտեսի ու արդյունքում էլի մեր տվյալները թերի կլինեն ու AI-ը սխալ ակցիաներ կսարքի ու սխալ ակցիաներ կուղարկի մեր գործընկերներին։ Տեսեք, ստեղ եթե հետ գամ հիմնասյուներին, հա, բիզնեսի ճարտարապետությունը որտեղ էր խախտվել։ Այնտեղ, որ մենք ճունեինք հստակ բան, հա, տվյալների գրանցման միասնական ձև։ Որտեղ էր խախտվել մեր տվյալների եւ տեխնոլոգիայի մասը, այն որ մեր տվյալները խախտվել էր մի քանի տեղում, հա, տարբեր ձևով էինք մուտքագրել իհարկե բիզնեսի սխալ ճարտարապետության արդյունքում։ Եվ մյուսը տեխնոլոգիայի մասը մյուս խնդիրը, որ մենք չգիտես ինչի մի քանի տարբեր գործիքներ ենք օգտագործում, որոնք որ AI-ից անկախ իրար ինտեգրված չեն։ Ну, պրոյեկտի եւ փոփոխությունների կառավարման մասը այստեղ բանա չկա այս օրինակում, բայց դրա մասին արդեն բավականին խոսեցինք։ Նման օրինակներ շատ կան իրականում, ամենատարածված խնդիրներից մեկն է չհամակարգված բիզնեսներում, երբ ունենք տարբեր կտորներ, տարբեր բաժինների համար, հա, ինչ որ գործիքներ, ծրագրեր եւ այլն, ու այդ տարբեր կտորները աշխատում են իրարից անկախ, չսինխրոնիզացված ու աշխատում են բնականաբար մեծ սխալներով։ Մի պատմություն էլ պատմեմ իմ փորձից, մի ընկերությունում պիտի ERP համակարգներ դնեինք ու ուսումնասիրության փուլում էինք, ոնց որ հարցազրույցներ էինք անցկացնում, հարցնում էինք ամեն աշխատակցին, թե ինքը ինչով է զբաղվում, ինչ ֆունկցիաներ է կատարում, որ հասկանանք, թե մեր ERP-ի մեջ ինչ դեր ունի, իր ֆունկցիան որն է ու հետեւաբար իր հետ ինչ աշխատանք պիտի տանենք։ Մի տղայի հասանք բանում, հա, ներքին հաշվապահության բաժնում երևի թե հարցրեցինք, իսկ դու ինչով ես զբաղվում, եղբայր։ Ասաց, դե ես մեր օֆիսի XML-ն եմ։ Ասացինք XML-ն ի՞նչ է։ Ու XML-ը գիտենք ինչ է, հա, բայց ի՞նչ է նշանակում մեր օֆիսի XML-ն եմ։ Ասաց, դե ես ամեն օր մեր վաճառքի ներքին ծրագրից վաճառքները գրանցում եմ մեր ՀԾ-ում։ Պիտոմ ձեռքով։ Ու այդ ընկերության բախտը բերել էր, որ այդ մարդը շատ մաքուր էր այդ արտագրումը անում, արտագրություն անում, հա, մաքուր էր գրանցում ու ինչ որ խնդիրներ չէին ունենում, բայց պատկերացրեք ինչքան մեծ ռիսկ կա այդտեղ, երբ մի ծրագրից մյուս ծրագիր ինֆորմացիան փոխանցում է ձեռքով ու դա անում է մի մարդ։ Այնպես որ նման խնդիրներ շատ են լինում, սենց աղճատված տարբեր կտորներից բաղկացած բիզնեսներ, ու ինչքան ավելի մեծանում է բիզնեսը, ինչքան ավելի տարբեր բաժինների մեջ տեխնոլոգիական այս անջրպետը մեծանում է, այդքան ավելի դժվար է դառնում հետագայում մի հատ ամբողջական
տեխնոլոգիական հենք ստանալ եւ ամբողջապես թվային փոխակերպում իրականացնել այդ ընկերությունը։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս շատ չսպասել ու շատ չխորանալ, հա, շատ բան չանել, չմեծանալ նոր մտածել թվային փոխակերպման մասին, այլ քանի բիզնեսը շատ մեծ չի, շատ գործիքներ չի օգտագործում, հիմիկվանից նախագծել կառուցվածք եւ ներքին process-ներ, որոնք կնախատեսեն միասնական տվյալների եւ տեխնոլոգիաների համակարգ։